Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է։ Այսօրվա թեման իհարկե իմ հյուրը տնտեսական ոլորտի գործիչ է։ Սիրով ես ողջունում եմ պարոն Արամյան ձեզ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար, բայց մինչ բուն թեմաներին անցնելը, սիրելի հայրենակիցներ, պետք է ասեմ, որ ուրեմն մենք չենք կարող այսօր չարձանագրել, որ Բաքվում տեղի ունեցող այս անօրինական մարդասպան, մարդատյաց դատավարությունը, որ տեղի ունենում, ամբողջ հայ ժողովուրդը պետք է համախմբվի եւ գտնի այս դատավարությունից պատվով դուրս գալու բանաձևը, թե ինչպես դա արդեն երկրորդ հարցն է, բայց ժամանակ չկա, կարծում եմ, որ բոլորը ընդդիմադիր, չգիտեմ, Սփյուռքի ներհայաստանյան բոլորը պետք է համախմբվեն այս վիճակից դուրս գալու համար, որովհետև դրա հետևանքները շատ կործանարար է լինելու բոլորիս համար։ Ինչևիցե, պարոն Արամյան, կրկին ես ձեզ ողջունում եմ մեր տաղավարում։ Տեսեք, անմիջապես սկսենք հետևյալ հարցից։ Բոլորս գիտենք, թե ինչ է տիրում մեր հանրապետությունում սոցիալական առումով, տնտեսական առումով, անվտանգային առումով, քաղաքական առումով։ Հարցս հետևյալն է, շատ ուղիղ որպես մասնագետի։ Հայաստանի Հանրապետության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը այսօր $8,000-ից ավել է։ Եթե ասենք լիներ 28 կամ 30,000 դոլար, մենք մեր անվտանգային դիմադրողականությունը կարող էինք դրանով էապես բարձրացնել սա մեկ, եւ արդյոք ես չեմ ասում, ինչպես բոլորն են ասում, վերջի 7 տարում, եթե մենք վերջի 15 տարում կարողանայինք հասնել դրան թիրախավորված, արդյոք այսօր մենք կհայտնվեինք այս իրավիճակում։ Նախ շնորհակալություն հրավերի համար, փոքր ռեպլիկ նաև այն կարևոր թեման, որ ասացիք, Բաքվի մասով, ինչ կարող են անել մեր ժողովուրդը, ես կարծում եմ ամեն մեկը պետք է իր պարտքը համարի, այն տեղեկատվական արշավը, որ անում ենք մենք հիմա ամբողջ աշխարհում, դա չզլանա, դա անպայման բարձրաձայն է, որովհետև հենց Բաքվում մեր հայրենակիցները իրենք ցույց են տալի, որ նույնիսկ գերության մեջ իրենք երբեք գլուխը չեն խորանում։ Դրա համար դա ազդակ է բոլոր մեր հայրենակիցներին, որ պետք է ուղղակի համախմբել եւ դա տարածել։ Եվ չպետք է վախենալ այն բանից, որ գիտեք, ինչ որ մեկը կարող է ասել, վայ դուք քաղաքական բան եք անում, չէ՞, հայերի այդ ցանցը պետք է օգտագործել։ Սա իմիջայլոց։ Հիմա ինչ վերաբերվում է հարցը, ունի բազմաթիվ գործոններ։ Ես հետեւյալ ձևով ասեմ, ասենք ինչ է պետք անել, որպեսզի մեր դիմադրողականությունը ուժեղացնել։ Բնականաբար միշտ երբ որ դու հետ ես նայում կյանքին, միշտ մտածում ես, որ մենք էլ մեր անձնական կյանքում գիտենք, որ սխալներ թույլ ենք տալի։ Այլ բան է, թե այդ սխալները մահացու են, թե ուղղակի դա այդ սխալները, ասենք, կրթական բնույթ ունեն։ Դու սխալների վրա սովորում ես։ Ցավոք 18 թվականից այսքան մեզ մոտ ավելի շատ կործանարար սխալներ գործեցին, քան թե օրինակի համար սխալների վրա սովորելու հետ կապված բաներ ունեցանք։ Ինչի համար է դա այդպես լինում։ Գիտեք, ես միշտ բարձրացնում եմ մի թեզ, որ մասնագետը պետք է իր գործը անի այնտեղ, որտեղ որ նա կարողանում է փայլել։ Հասկանում եք, անկախ վերանանք, դուք ճիշտ նկատեցիք, վերանանք անձերից, հա։ Մենք ինչ ենք կարծում, եթե մենք երեխային տանում ենք անփորձ բժշկի մոտ, հետո ինչու ենք բողոքում, որ ասենք երեխան ունենում է հետագայում փսխումներ կամ վատագույն դեպքում ավելի վատ բաներ։ Դրա համար այստեղ ընդհանրացնել առումով, որպեսզի շատ չխորանանք պաշտպանական բաների մեջ, կառավարման մոդելը եւ կառավարման հմտությունները կարող են հրաշքներ գործել։ Մենք եթե նայում ենք երկրների պատմությունը, նույն Իսրայելի փորձը նայենք ենթային 40-ականների վերջերից եւ երբ որ իսրայելական պետությունը նոր ստեղծվեց, համար առաջինը նրանք դրեցին իդեոլոգիա գումարած կառավարման մոդել։ Սա է հիմնական այն գաղափարախոսությունն է եղել, որի շրջանակներում նրանք կարողացել են անընդհատ ունենալ ճեղքող կամ առաջնորդող տնտեսական էջ։ Պարոն Արամյան, կներեք, միտքը մտապահեք, հետո նորից կշարունակենք։ Տեսեք, իմ հարցադրումը հետեւյալն է, դուք ճիշտ եք ասում, սովորել սխալների, անցածի սխալների վրա, եւ մենք այստեղ քննարկում ենք, որ սխալը ունի իր խորությունը, լայնությունը, եթե սխալը կործանարար է, այլևս անշրջելի են դառնում այն հետևանքները, որ ընդունենք մենք ճաշակում ենք։ Բայց այնուամենայնիվ մենք պետք է ռեալ գանք, իրական մեր հասարակության հողի վրա կանգնենք եւ տեսնենք, որ այսօր առավել քան երբեք մեր հասարակությունը երկփեղկված է։ Երկփեղկված, այսինքն
անընդհատ ասում ենք այ ընդդիմությունը չի կարողանում ինչ որ բաներ փոխել, իշխանությունները այսպիսի սխալներ անում, հետո արանքում մեղադրում ենք անտարբերների համատարած, բայց ես դրա մասին չեմ ուզում ասեմ։ Տեսեք, դուք շատ ճիշտ ուղղությամբ գնացիք, որտեղ դրա մասին շատերն են ասում, ես չեմ ուզում դա կրկնեմ նորից։ Ես ներողություն խնդրեմ, մի հատ կարևոր թեզ ասացիք։ Հենց երկփեղկվածությունը եւ այդ քաոսային վիճակը դա կառավարման մոդելի արդյունք է։ Այո, ես գալիս եմ դրան։ Հասկանում եք, որովհետեւ իրականում եթե տեսեք արդյունավետ բարեփոխումներ լինում են, երբ որ դու հասարակության անդամների տակ եւ տնտեսական ագետների, այո, վարկագիծը կարողանում ես կառավարելի դարձնել, այսինքն բոլորին ուղղորդում ես մեկտեղ։ Ձեզ մի հատ օրինակ բերեմ, իմ երեխաները մեկ մուլտֆիլմ են շատ սիրում, կոչվում է Գտնել Նիմոին։ Դա 2004 թվականի մուլտ է։ Եվ այդ մուլտֆիլմի մեջ մեկ կարևոր դրվագ կա։ Երբ որ ուրկանը գցում են ձկներին, որ հանեն, ձկները սկսում են քաոսային շարժվել։ Եվ բնականաբար հեշտ է լինում, որ այդ նավը բարձրացնի բոլոր ձկներին ծովից դուրս հանի։ Մեկ խելոք ձուկ ասում է բոլորը լողացեք մեկ ուղղության վրա։ Եվ բոլորը լողում են մեկ ուղղության վրա, նավը շուռ են տալի եւ ազատվում են։ Գիտեք, խնդրեմը նրա մեջ է, որ հիմիկվա նաեւ ռոպագանդան, հիմիկվա նաեւ մենք հիմա խոսենք իհարկե տնտեսական թեմաներից, քաոսային վիճակ է ստեղծում։ Ունենք տնտեսական մասով ենթենք, տնտեսական մոդելը ո՞րն է։ Մեր տնտեսական շուկան ո՞րն է։ Արդյոք մեր տնտեսվարողների համար ապագայի շուկան, որովհետև աճ պետք է ապահովեն, հա, դա ԵԱՏՄ-ի շուկան է, թե եվրոպական շուկան է, թե ինչ է։ Ասենք որտեղ ենք մենք ինտեգրում գնում, որովհետև եթե մենք ասենք օրինակի համար մենք հիմնականում առևտուրը բոլորի հետ էլ անելու ենք, դա կարող ենք այդպիսի մոդել ընտրել, բայց ամեն դեպքում պետք է հստակ լինի։ Այո։ Ասենք ԵԱՏՄ-ից դուրս են գալու դրա արդյունքում, թե չէ։ Հասկանալի։ Պարոն Արամյան, հիմա տեսեք, ԵԱՏՄ թե ԵՄ, ոնց որ թե ինչ որ ԵՄ-ի մասով որոշ հապաղում կա, այսինքն երկրորդ ընթերցման պետ մեկնարկի մասով Եվրաքվեի այսպես կոչված մի փոքր հապաղեցին, չնայած ես կարծում եմ, որ ի վերջո դա կբերեն, անդադ տարբեր վերլուծություններ ենք լսում, որ կարող է հիմա Ռուսաստան, Միացյալ Նահանգներ հարաբերություններում հալոցք է եւ այլ եւ այլ եւ այլ, բայց ես հետեւյալին եմ ուզում անդրադառնանք, մենք խոսեցինք համախառն ներքին արդյունքի մեկ շնչի հաշվով $8,000-ից ավել, 10.5 տրիլիոն դրամի մոտավորապես համախառն ներքին արդյունք ունենք։ Ուղղակի ես ուզում եմ, որպես դուք նախկին բարձրագույն պաշտոնյա այս ֆինանսատնտեսական բլոկի, արդյոք հնարավոր էր հաշվի առնելով ապագա ռիսկերը, որտեղ այդ ռիսկերը եղել են նաև նախորդ իշխանությունների օրոք եւս, հետո սրվել են այս իշխանությունների օրոք, մենք կարող ենք թռիչքաձև տնտեսապես զարգանալ։ Տեսեք, ես ուզում եմ մենք մի քիչ անկեղծ խոսենք, որտեղ որ ասում եմ երկփեղված է հասարակությունը, նշանակում է անընդհատ չի կարելի չէ ասեն նախքին թալանների մասին կամ նախքին սխալների, բայց ի վերջո եղել են դրանք, հիմա այդ սխալները պետքա նրանք էլ ընդունել են, այսօրվա իշխանությունները պետքա ընդունի, բայց մենք այստեղ քաղաքական սխալների մասին չենք ասում, տնտեսական առումով անցած 10-15 տարում Հայաստանի ներուժը բավարար էր արդյոք, որպեսզի ես ասում եմ մենք այսօր ունենայինք մինչև $30,000 ուրեմն համախառն ներքին արդյունք մեկ շնչի հաշվով։ Իհարկե մենք պետք է հաշվի առնենք մեր իրականությունը, շրջափակումներ եւ տնտեսական դիրքի խնդիրներ, բայց ամեն դեպքում կան, ես ընդունում եմ, որ կարող ենք մենք ճեղքում ապահովենք։ Տեսեք, Շումպետերը ժամանակին 1900-ականների սկզբներին դրեց շրջանառության մեջ իր փլուզվող ինովացիաների տեսությունը, դրա հիման վրա Էգեոնը եւ Հովիտը տնտեսական աճի մոդելներ գրեցին։ Իմաստը ինչ իմիջիայլոց վերջերս էլ որ Նոբելյան մրցանակ ստացան Դարոն Աճեմօղլուն, Ռոբինսոնը եւ Սայմոն Ջեյմսը, իրենց թեզն էլ այդ տնտեսական կառուցակարգերի հենվում է այս դոկտրինայի վրա։ Ինչի մասին է խոսքը։ Իրականում աճ տնտեսական պորտկում ապահովում են ինովացիաները, հա, դա գիտուժի R&D-ի մի հիմնական միջոց է, բայց այդ ինովացիաները որպեսզի անընդհատ լինեն, անհրաժեշտ է որ դրան պաշտպանիչ այսպես ասած ոչ թե պաշտպանից, այլ մողող կամ օգնող համակարգ է լինեն եւ դրա համար Ռոբինսոնը կամ Դարոն Աճեմօղլուն ասում են դա այն ինստիտուտներն են, որոնք կարողանում են պլուրալիստիկ քաղաքական համակարգ ստեղծեն, այսինքն բոլորն են մասնակցում այդ ֆենոմենին, այդ գործերին։ Ես այստեղ փիլիսոփայություն իհարկե բաներ կա, որ ես իրենց հետ համաձայն չեմ, բայց բաներ կա, որ համաձայն եմ։ Փիլիսոփայությունը կանում է նրանում, որ երբ որ տեսեք Շումպետերն էլ ասում էր, որ երբ որ մարդը ստեղծում է նոր ինովացիա, հետագայում նա ստանում է ռենտա դրանից եւ ստանում է այնքան ժամանակ, քան նոր ինովացիան չի ստեղծվել, հա։
այստեղ է կարևորը, եթե այնպես է լինում, որ համակարգը, կոնկրետ մենք այսօրվա դրությամբ այդպիսի վիճակի մեջ ենք հայտնվել, հա, համակարգը սկսում է ինչ-ինչ գործոններով պաշտպանել այս նոր ինովացիան շահերը կամ դա կոչվում է փոքր խմբային շահեր։ Այդ պորտկումը հնարավոր է։ Այդ պորտկումը դրա արդյունքում ինչ է լինում։ Դրա արդյունքում այն երկրորդը, երրորդը չի ծնվում, որովհետև դու բանը ներողություն, ես հիշեցի, տարվում ենք այս տնտեսագիտական հաճելի թեմաներով, այնուամենայնիվ ես ասեմ, հետո նորից գանք մեր իրականություն։ Ես հիշեցի Լեոնտիևի այսպես կոչված ալիքները, այսինքն նա ինչ է ասում, այդ որ դուք ասում եք ինովացիաներ եւ խոսում ենք նոր 97 թվականի ֆինանսական ճգնաժամի մասին, Թայլանդ եւ այլն, որ այնտեղից է սկսել, այսինքն այն ժամանակ, քանի որ ավելի դանդաղ էր փոփոխությունները, 30 տարի, 40 տարի եւ այլն, 30-40 տարվա ընթացքում, սկսած 60-70-ական թվականներից անցյալ դարի միջև 2007-8-ը, այսինքն հին ուրեմն տեխնոլոգիաները արդեն ոչ թե հին, այլ այն ժամանակվա գործող հնանում են, բայց նորի մեջ էլ ներդրում չէին անում, որովհետև ռիսկային էր, նոր չէին իմանում ինչ-որ, որովհետև մեծ ներդրումներ պահանջում։ Հենց որ արդեն չէին անում հնի մեջ, նորի մեջ էլ վախենում էին, առաջանում էր էժան փողի ավելցուկ, որը բերում էր որոշակի, այսինքն չէին իմանում թե այդ ներդրումը որտեղ անեն։ Եվ 2007-8-ը դրան նախորդող 90-ական թվականները եւ այլն, տարբեր շարժառիթներով այդ ցիկլերով անցնելով խնդիրն էին դրել։ Հիմա երբ որ մենք ասում ենք ինովացիաներ, արագ փոփոխություններ, ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում մենք հետ գանք այդ ինովացիաների եւ պետական կառավարման համակարգի որակը իրար համադրենք, ով պետք է խթանի ինովացիան։ Կառավարման համակարգը, չէ՞։ Համամիտ եք դուք, այո։ Գիտեք, խաղի կանոնը միշտ թելադրում է կառավարությունը։ Եվ այսպես այս ամբողջ աշխարհում է ընդունված, որ եղանակը ստեղծում է կառավարությունը, միջավայրը ստեղծում է կառավարությունը, մարդկանց մոտ սպասումները ձևավորում է կառավարությունը իր քաղաքականությամբ, հասարակության սպասումները խարսխում է կառավարությունը, բիզնեսը իր պլանները մշակում է կախված նրանից, թե ինչ է անում կառավարությունը, հասկանում եք, եւ սա կարևոր բան է։ Դրա համար ես հեռու եմ այն մտքից, որ ենթային կառավարությունը կամ կառավարումը ունենա խնդիրներ, բայց տնտեսությունը ունենա պորտկում։ Դա գրեթե աշխարհում ցույց է տվել, որ այդպիսի բան չի լինում։ Մենք այսօրվա դրությամբ ես միշտ բարձրացնում եմ այդ թեւը, տնտեսական կառավարման ժամանակ շատ կարեւոր է, որ հասարակությունը եւ բիզնեսը ունենա վստահություն։ Ինչպես են այդ վստահությունը ձևավորում։ Շատ կարեւոր է, որ քո կատարած տված ազդակները եւ դրանից հետո քո կատարած գործողությունները իրար հետ համընկնեն։ Ձեզ օրինակ բերեմ, հա 16 թվականին, երբ որ նախարարի պաշտոնն էի զբաղեցնում, մենք միջազգային մեր ներդրողների հետ հանդիպումների ժամանակ պարբերաբար պերմանենտ երամսյական մեկ ես պատմում էի, թե մենք ինչ պետք է անենք եւ 3 ամիս հետո ցույց էի տալի, թե մենք ինչքան քայլ ենք մոտեցել դեպի ապրիլյան քարորյան էր։ Դրա համար ապրիլյան այդ քարորյայի ժամանակ, այո, եսի նկատի ունեմ հաջորդ 18 թվականին թեպետ տեղի ունեցավ դեմոնստրացիաներ, բայց կարծես թե ամբողջ շուկայում խոճապ չեղավ։ Ինչու՞, որովհետև այդ ժամանակ, երբ որ ես իրենց հետ զրուցում եմ, ես բացում եմ, որ ամեն ինչ մեզ մոտ հսկողության տակ է եւ նրանք վստահում էին։ Ինչու էին վստահում, որովհետև դրանից առաջ ես իրանց ասել եմ, գիտեք, մենք հարկաբյուջետային կանոնները վերանայելու ենք եւ հետո սեղանին դրեցի այդ վերանայված կանոնները։ Ես իրենց ասացի, որ օրինակ գնալու ենք այստեղ կոնսոլիդացիաների, հետո ցույց տվեցինք այդ ոնց է պետական պարտ, իհարկե։ Հասկանում եք, եւ այս բաները դա վստահությունն է։ Հիմա անդրադառնանք մեր իրականության մեջ եւ պրոյեկտենք ամբողջ կյանքում։ Գիտեք, մենք միջ հաղորդում սկսելով խոսեցինք նաև ասիական ճգնաժամից, օրինակ շատ հետաքրքիր է ասիական ճգնաժամի դերը, երբ որ ճգնաժամից հետո նույն Թայլանդի կառավարությունը փորձեց IMF-ի օգնությամբ նոր ռեֆորմիստական ծրագրեր անել, ձախողվեց։ Ինչու՞, որովհետև չուներ այն վարկունակությունը։ Ինչու՞ չուներ, որովհետև հասարակությունը եւ բիզնեսը իր մոտ ձևավորել էր նախկինի նկատմամբ վատ հիշողություն։ Հա, անգլերեն bad memories for recursive effect։ Վատ հիշողություններ։ Հիմա մեր հասարակությունը եւ ինչու՞մն է խնդրեմը։ Ինչու օրինակի համար մի փոքր ավելի կենցաղային մակարդակի իջացնենք, օրինակ քաղաքային տրանսպորտի հետ կապված ժողովուրդը ըմբոստանում է եւ ես եւ դուք մենք մեկ գծի վրա ենք, որ չի կարող տրանսպորտը ժամանակի ընթացքում չթանկանալ, երբ որ այդ 100 դրամը եղել է ենթային 2000-ականների սկզբների վճարը, հա, դա մենք լավ հասկանում ենք, գնաճ, ծախսերի ավելացում եւ այլն։ Այնուամենայնիվ, ինչու է ժողովուրդը որովհետեւ չի վստահում, որովհետեւ մտածում է, որ ինչ որ մի բան այն չեն անում, որովհետեւ դա ինքը պրոյեկտում է ենթագիտակցաբար։
նախորդ ժամանակահատվածների կառավարության խոստումները եւ գործողությունները դա կլինի անվտանգության մասով, դա կլինի քաղաքականության մասով, դա կլինի տնտեսական մասով եւ օրինակները կարող ենք բերել։ Օրինակ անվտանգության մասով հենց նույն կառավարության ծրագրում ֆիքսված էր Արցախի անվտանգության խնդիր։ Այսօր Արցախը նրանք ճանաչում են Ադրբեջանի կազմի մեջ։ Արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ անգամ ի սկզբանե ասում էին մենք ԵԱՏՄ-ին շատ լավ ենք վերաբերվում, Ռուսաստանի այդ մեր այդ դաշտը, հետո գնացին Եվրոպա, հիմա Թուրքիա, հետո Ամերիկա, ինչ որ չենք հասկանում թե ուր ուղղությամբ է գնում, որ ուղղությամբ է գնում, բայց երբ որ ասենք այդ հարցադրումները բնականաբար եւ ազգային ժողովում եւ այլուր լրագրողներ եւ այլ հարցադրումներ են անում, դե ասում են իրավիճակը փոխվել, այսինքն այո, ցանկությունը այդպեսին է եղել, բայց քանի որ ռեալությունները իրերի վիճակը նենց հա փոխվել, այո, մենք չենք կարողանում ըստ էության ընդունվում է, որ այն ինչ որ դրված էր, իրերի վիճակը այնպես փոխվեց, որ անհնար է արդեն, այսինքն անհաղթահարելի ուժ կա։ Ես գիտեք, կարելի է ամեն ինչը նույն կերպով բարթել անհաղթահարելի ուժի վրա։ Ես ընդունում եմ, որ այսօրվա դրությամբ մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում եւ իրականում քաղաքական այսպես այս շրջադարձերը շատ հաճախ են նույն Միացյալ Նահանգների մասով մենք հիշենք օրինակ Բայդենի վարչակազմի քաղաքականությունը մոտ 180 աշճան շրջվեց Տրամպի վարչակազմի մասով, բայց այնուամենայնիվ գիտեք ամեն ինչը բարթել աշխարհական զարգացումները, ես ուզում եմ հիշեցնել մեր թվարկության առաջի դարում կայսրը չինական կայսրներից մեկ թե որը նաև փիլիսոփ էր, մեկ թե հնչեցեց, ասես մեր ժամանակների ամենակայուն բանը դա անկայունությունն ու անորոշությունն է։ Հասկանում եք, մեր թվարկությունից առաջ, մեր թվարկության առաջի դարում։ Հասկանում եք, հիմա մենք նույն բանը եթե նայում ենք, դա երբեք եթե մենք մտածում ենք անորոշության ու բանը, դա միշտ լինելու է։ Պարոն Արամյան, հիմա տեսեք, անցնենք մենք ասեցինք Այս վերջերս տարբեր եւ մամուլում եւ տարբեր գործընկերներից լսում եմ, որ շրջանառվում է մի օրենքի նախագիծ, դա առայժմ կառավարության շրջանակներում վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, որի իմաստը, այսպես է շատ པարզ ներկայացնեմ, այն է, որ եթե կիրառվում է վարչական ակտ, ասենք ընդունենք դուք ունեք հարկային պարտավորություն, որ չեք կատարել, կամ մեկ այլ պարտավորություն ոչ հարկային, ուրեմն մինչ դուք վիճարկում եք դատարանում այդ խնդիրը, անպայման պարտադրվելու է ձեզ որ վճարեք այդ տույժը կամ տուգանքը կամ պարտավորությունը, հետո դատարանը արդեն կյանքը ցույց կտա։ Եթե 2, 3 կամ 4 տարի հետո ուրեմն դատական գործընթացը այդքանից պակաս չի տևում, կհաղթեք, հետ չէ, այսինքն այս պայդրությամբ այդպեսին չէ, այսինքն եթե դու դատի գործընթացի մեջ է, ուրեմն դու դա չես վճարում։ Իսկ հիմա դա փորձում են սա մեկ Երկրորդը մենք տեսնում ենք, ես ցանկանայի, որպեսզի իհարկե այդտեղ հարկային կարգապահության եւ այլն կարող ենք ասել, բայց ես մի բան հիշեցի, ճիշտ ասած, որ չէի հետեւել, տեսեք, կոവിഡ്ի ժամանակ, համավարակի ժամանակ ես մի օրենքի նախագիծ ներկայացրեցի։ Դուք շատ լավ դրան կտիրապետեք, որ եթե հարկային ապարքես ունենում պարտավորություն, օրեկան ուրեմն տույժը, ոչ թե տուգանքը կարծեմ մեկ անգամյա է։ Օրեկան տույժը ինքը 0.075% էր։ Ես դա անցկացրեցինք այն ժամանակ կարծեմ 20 թվականի ապրիլից սկսեց հաշվարկել 0.04%, այսինքն կրկնակի իջեցրինք։ Եվ նա պարզ է ժամանակավոր, ինչքան ես իմացա անցյալ տարի ամռանը, ուրեմն փոխել են նորից հետ են բերել 0.075-ի, հիմնավորում են եղել, դե որ համավարակի ժամանակը անցել է, հիմա կարող ենք հետ գալ։ Հետո մենք նայում ենք այդ նույն շրջանառության հարկին։ Տեսեք ինչա կատարվում այդտեղ։ Ուրեմն առևտրական գործունեության համար, առևտրական 5%-ը 10%, արտադրական գործունեության համար 3.5%-ը 7%, ուրեմն մյուս բիզնեսների համար էլի 5%-ը 10%, իսկ ընդհանրապես ասենք վարսահարդարման ծառայություններ, ավտոտեղ սպասարկում, կարծեմ անշարժ գույքի գործառույթություններ կատարել, դրանք ընդհանրապես դուրս են բերվել շրջարկից եւ ավելացված արժեքի հարկում։ Հիմա ի՞նչն է խնդիրը, սա դիտարկվում էր մի կողմից վերայնության դեմ պայքարի թե բյուջետային մուտքերի խնդիրը մենք լավ գիտենք, որ պրոբլեմային է։ Դուք ո՞նց եք գնահատական տալի այս ամբողջական այս խնդիրը։ Իրականում գիտեք, հարկային կոշտացումները ու այդ մոտեցումների կոշտացումը ունի մեդալը ունի երկու երես, որովհետև վաղ թե ուշ, օրինակ նույն շրջարկի ռեժիմի մասով միշտ իմ դիրքորոշումը շատ հստակ եղել եւ աշխարհը գնում է դրան, սովորաբար
բիզնեսները ամբողջ աշխարհում, եթե նայենք եվրոպական երկրներում, մեծամասնությունը, գերակշիռ մասը նորմալ հարկային ռեժիմում է։ Իսկ այդ արտոնյալ ռեժիմ ասածը շատ չնչին, նույնիսկ այդ շեմը շատ ցածր է, ասեմ ավելին անգամներով ցածր է Հայաստանի Հանրապետության շեմից։ Եթե օրինակ նայեք Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, նույն Մեծ Բրիտանիա, ասենք այնտեղի շեմերը դուք նայեք արտոնյալ ռեժիմների, հա, դուք տեսնեք, որ բավականին ցածր է մեր ռեժիմներից։ Այսինքն աշխարհը գնում է նրան, որ բոլոր ամբողջ բիզնեսը պետք է լինի նորմալ դաշտում։ Այսինքն մեզ մոտ էլ վաղ թե ուշ մենք պետք է դրանից հրաժարվենք։ Սակայն կա մեդալի երկրորդ կողմը, ինչպես դա անենք, եւ երբեմն մեզ մոտ գիտեք գաղափարները, որ անվիճելի են լինում, գործարկման դեպքում որոշակի խնդիրներ են ունենում։ Օրինակ ասենք եկամտային հարկի հայտարարման ինստիտուտը, ես մի քանի անգամ ասել եմ, եթե մենք ուզում ենք իսկականից եկամտային հարկ ունենանք եւ ոչ թե աշխատավարձից հարկ։ Եթե աշխատավարձից հարկ է, նորմալ է, թող գործատուները անեն եւ դրանով եթե ուզում ենք մենք իրականում եկամուտների վերաբաշխում ապահովենք, որովհետեւ դա կարեւոր է, որովհետեւ պետք է ունևորը շատ ավելի շատ վճարի պետությանը նույն ծառայությունը ստանալու համար, համեմատաբար սոցիալապես անապահովը քիչ, եւ դա էլ ունի իր տրամաբանությունը, հա։ Այդ պարագայում անխուսափելի է, որ որպես գործիք պետք է գնանք հայտարարման ինստիտուտի, բայց տեսեք հիմա մենք ինչ ունենք։ Մենք այսօրվա դրությամբ սեղանի վրա ենք դրել մի հայտարարման գործիք, որը որ մենք հայտարարում ենք, այսինքն ժողովրդից պարտադրում ենք բոլոր տեսակի հոսքերը։ Դա ոչ թե եկամուտ է, այլ դա կանխիկ հոսքեր է, կանխիկ հոսքերի հայտարարում։ Աշխարհում այդպիսի բան չկա։ Այսինքն դրամաշրջանառության։ Ցանկացած, այո, հիմնականում իհարկե ՊԿ կատարեց մեկ լավ քայլ, որպեսզի հանգստացնի 300,000 դրամ շեմ բանը, բայց ես կարծում եմ ճիշտ կլինի, որ եթե մենք նայում ենք ամբողջ ցանկը, դա ճիշտ չէ, որ ընդհանուր մարդը եկամուտ չհամարվող տարերը դա հայտարարագրի։ Պատկերացրեք, ես իմ ընկերոջը ենթադրենք պարտքով գումար եմ տալի 600,000, դա պետք է ցույց տամ, հետո հետ վերադարձը պետք է ջանքեր գործադրեմ, որ դա անեմ, բացատրեմ եւ այլն։ Սա կոչվում է նաեւ ծախքեր, ադմինիստրատիվ, այո, ծախքեր եւ իրականում ինչ է տեղի ունենում։ Ես ուզում եմ ցիտեմ իմ լավ բարեկամ Վաչե Գաբրելյանի, որը որ մենք շատ դեպքերում գաղափարակից բաներ ենք ասում, ասում եմ, եթե օրինակ, եւ դա իրականում համաշխարհային բանկ, IMF հարկային գռունների կարևորագույն դոկտրինա, եթե որևիցե փոփոխություն կլինի, դա ադմինիստրատիվ թե քաղաքականության առումով, հարկային առումով, չի բերում քեզ մոտ հարկային զուտով, հարկային եկամուտների ավելացման։ Այսինքն դու հարկային եկամուտներ շատ չես ավելացնում, բայց ծախսերը ես ավելացնում։ Նույն գույքահարկի մասով ես անկեղծ ասած գաղափարը անվիճելի է։ Բարձր գույք ունենալու դեպքում, տիրապետելու, օգտագործելու դեպքում դու պետք է բարձր բան ունես, բայց ես չեմ կարող հասկանալ, որ ընդհանրապես բոլորը, ասենք գյուղացին, որը ունի ընդամենը 1 միլիոն դրամանոց ընդամենը մի փոքր տուն կամ ասենք գոմ, նրանից պետք է որոշակիորեն հարկ։ Ներողություն, պարոն Արամյանը ճիշտ հարցադրում է անում, սիրելի հայրենակիցներ, այո, գույքահարկի ինստիտուտը փոփոխվեց, դա ըստ երևույթին պարոն Արամյանի հակակշիռ էր համահարթ եկամտահարկի ինստիտուտի, եկամտային հարկի, երբ որ այդ ասենք 2 միլիոն դրամից ավել ստացողները 36% էին մուծում, մինչև 2 միլիոն 28%, եթե չեմ սխալվում 23% մինչև 150,000 դրամ ամսական ստացողները համահարթ իջեցրին 20% բոլորին, պրոգրեսիվ չէր, այսինքն շատից շատ չէր, քիչից քիչ, արդյունքում կարծեմ բյուջեի վրա դա նստում էր 50-60 միլիարդ նվազագույն այդքան պայմանական վնաս եւ ասացին դե այդ ուրեմն հարկումը տեղափոխում ենք դեպի գույքեր, խրախուսում ենք կամ խթանում ենք բարձր աշխատավարձը, այստեղ վիճելի բաներ էլ կա իմ կարծիքով եւ հետո 4 տարյա ռեժիմ սահմանեցին 26 թվականից ուժի մեջ կպնի լիովին, հետո հանրապետությունը բաժանեցին գոտիների եւ այդ գոտիներում տեսեք ինչն է այստեղ խնդիրը, որ հələ կանդրադառնանք, դուք ասացիք հերու մարզերում ապրող գյուղացիների եւ այլն, միջև այդ գիտեք որ հիմքում կադաստրային արժեքներ, գույքի գնահատման, որը շուկայական հետ կապ չուներ։ Եվ միջև 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքերը ազատված էին կամ 0 գույքահարկով էին, հիմա այդ 3 միլիոնը դառնում մոտավորապես շուկայականը 10-ից 12-4 անգամ, 12 միլիոն դրամ եւ չնայած կարող է այդքան էլ շատ չի 1000 դրամ, 3000 դրամ, 4000 դրամ տարեկան, բայց միևնույնն է, դուք իրավացի եք, որ հերու մարզում գտնվող այդ գույքը ինչի պետք է անպայման թե ինչը անունը դնենք, որ բոլորի համար էլի համահարթ
մենք ինչ որ մի հատ պայմաններ ենք ստեղծել։ Այդտեղ գիտեք ամենամեծ խնդրը կանում է նրանում, որ այդ տեղեկատվությունը դու պետության, ասենք, սերվերներում կամ հավաքում ես բավականին մեծ տեղեկատվություն, որը պետք է կառավարես, պաշտպանես կամ ենթայինքը մշակես եւ պահպանես, հա, եւ դա ծախքեր է քեզ համար, որից դու օգուտ որպես եկամուտ համարյա թե չես անում, դրա համար աշխատես ծախքերա, որ չես կարող նվազեցնես։ Այո, ընդ որում դրա համար դիսկոմֆորտ է դա։ Գիտեք, մենք գնում ենք, եթե ինձ մոտ այն տպավորությունն է, կարծես թե գնում ենք ամեն ինչի կոնտրոլի համակարգի։ Դա խորհրդային բանն է, ռեժիմն է հիշեցնում, որովհետև խորհրդային ռեժիմի մասով ցանկացած համակարգներ դնելու նրա տնտեսական էֆեկտը չէին գնահատում։ Ուղղակի ասենք դնում էին, եթե մենք նայում ենք հարկագործության ոլորտում կատարում էին որոշակի գնահատումներ, պաշարներ, նրանք չէին նայում դրա տնտեսական արդյունավետությունը արդյունահանումը։ Նրանք ուղղակի ասում էին, որ փողը կտպենք, կանենք։ Այս համակարգը վտանգավոր է, եթե մենք այդ ուղղությամբ ենք նայում։ Նույն եկամտային հարկի հայտարարման ինստիտուտի մասով, տեսեք, ՊԵԿ-ը բավականին շատ ջանքեր է գործադրելու, շատ ռեսուրսներ է ծախսելու, որպեսզի այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքի, մշակի, պահպանի։ Եթե մենք դա պրոյեկտում ենք հասարակության մասով, մենք մոռանում ենք, որ հասարակությունը ժամանակը եթե ինքը կորցնում է ինչ-որ մի բան լրացնելու, դա կորցված եկամուտ է երկրի համար, տնտեսության, որտեղ ես փոխանակ ենթադրենք նոր բարիք ստեղծեմ, ասենք սեղան, աթոռ կամ ինչ-որ բան, ես նստում ինչ-որ բան եմ լրացնում։ Դրան գումարած կա նաև դրա սոցիալական կոմպոնենտը, որովհետև շատ մարդիկ այսօրվա դրությամբ նույնիսկ չեն կարողանալու դա կամ վտանգ կամ վախենալու են, որովհետև կարող սխալներ անեն, պատիժներ են կրել, դույժեր են ունենալու եւ դրանից հետո ինչ որ մեկը կթակի իրենց դուրը, կասի քրեական գործը եւ այլ, որովհետև դա էլ արդեն դրսից եկած։ Դուք խոսեցիք քրեական գործերի մասին, ես չգիտեմ, կա վիճակագրություն, մեկ շնչի հաշվով կամ չգիտեմ 1000 մարդու հաշվով քրեական գործերի թվականակով այսօր հանրապետություն ինչ վիճակում է։ Տեսեք, որևէ մեկը դեմ չի, որ պայքարեն արդարության համար եւ դա անհրաժեշտ է եւ այլն, բայց չէ որ եթե դա ինքը չափից շատ հասարակության մեջ մեծ կշիռ է կազմում, արդեն ինքը խարխլում է եւ տանում է ուրեմն ներհասարակական հրահրումներ են տեղի ունենում եւ առաջանում է ներդրումային գրավչության կտրուկ իջեցում։ Կարևոր չի, այդտեղ դուք ճիշտ եք ասում, ասում եք, ասենք ինչ որ վերջի թոշակառուն կամ չգիտեմ մարզի բնակիչը բան վախենում է ինչ որ բանից որ կարող է սխալվի, հետո խնդրեմ ունենա եւ այլն։ Հիմա ես այդ մի պահ մի կողմ դնենք, բերենք պրոյեկտենք դա ուրեմն բիզնեսի համար։ Տեսեք, Հայաստանը այն տիպի երկիր է, որ մեծածավալ ներդրումներ չեն կարող սպասել տարբեր պատճառներով, որտեղ ներդրումային միջավայրի հիմնական այսպես շարժիչ ուժը դա կայունությունն է, քաղաքական կայունություն, անվտանգային կայունություն չէ եւ այլ եւ այլն։ Ես չեմ ուզում մենք եթե թվեր կան կարող եք հնչեցնել, բայց այլ բան եմ ուզում ասեմ, երբ որ արդեն տարբեր երևույթներից տարբեր ներդրողներ ուզում են խուսափեն, ասենք հանկարծ կարող է մի բան լինի, կարող ասենք մեծ 100 միլիոնավոր դրամների միլիարդավոր ինչ որ տուգանքներ սահմանեն, կարող է ինչ-որ այդ նույն քրեական գործերը հարուցեն։ Մարդը խուսափում է եւ մտածում է, որ այս իր կապիտալը տեղափոխից տեղից ավելի հանգիստ տեղ է, որտեղ ինքը հանգիստ կարող է այդ իր կապիտալը տեղաբաշխի։ Հիմա ես ուզում հասկանամ, սա հատուկ է արվում, թե կառավարման համակարգի ուրեմն խնդրեմ կա, սա մեկ շատ հարցեր է եւ երկրորդ ես իմ հաղորդումներից մեկի ժամանակ sense բան էի ասում։ Պետական կառավարման համակարգի մատուցած ծառայությունների որակը եթե այն չի, կարող է պետք է երկու անգամ կրճատենք այդ պետական ապարատը։ Միգուցե այդ նույն ծառայությունը մենք կարող ենք մատուցել այս փուլում։ Հետո էլի հետ կհավաքենք puzzle-ը։ Երկու հարթության բաժանենք, հա։ Առաջինը թե ներդրումներ արդյոք կարող էին գալ մեր երկրում եւ ինչն է պատճառը, որ այսօր ունենք թույլ ներդրումներ։ Ինչ ունենք թույլ ներդրումներ, որովհետեւ թվեր հնչեցնենք օրինակի համար նախորդ տարի այդ ներդրումները նույնիսկ զուտ օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումների մասին է խոսքը տարեկան կատարվածքով շուրջ $100 միլիոն շրջանակներում է եղել, նույնքան էլ այս տարի է եղել նույնիսկ շատ ավելի ցածր։ Գիտեք, ես 20 թվականից այս կողմ ասել եմ, որ մոռացեք, որ Հայաստանում կգա օտարերկրյա ուղղակի ներդրումներ, եթե քեզ մոտ կայունության 4 հենասյուներ ապահովված են, որից երկուսը դուք նշեցիք՝ անվտանգություն եւ քաղաքական կայունություն։ Երկուսը տնտեսական բնույթի են, դա հարկաբյուջետային կայունությունն է եւ դրա անվարկային ու ֆինանսական կայունությունն է։ Մոռացեք, չկա այդպիսի երկիր, որտեղ արտաքին ներդրողը ինքը հակված կլինի ներդրում կատել, եթե կա այս կայունության 4 հենասյուններից
4-ն էլ ապահովված չէ։ Մեզ մոտ օրինակ անվտանգությունը մենք գիտենք, խաղաղությունը անդադ հրապարակվում է, բայց Ալիևը այսօրվա դրությամբ շատ ավելի նոր պայմաններ է բնում։ Գանք ավելի միկրո մակարդակով, այլ թե գալիս ենք մենք կառավարման արդյունավետությունը, որի մասին դուք ասացիք։ Նոր պայմաններ են դնում։ Վերջի պայմաններից մեկը, ինչպես ես նայեցի Ալիևի խորհրդականներից մեկը ասեց, որ Հայաստանի սահմանադրությունը ըստ էության չի խրախուսում խաղաղությունը, որտեղ Հայաստանի սահմանադրությամբ արձանագրված է հավակնություններ Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Այսինքն արդեն իսկ այդ գիծը գծված է դրանով, որ դուք ուրեմն միջև չփոխեք, ուրեմն խնդիր կլինի։ Այսինքն հնչեցնում են հրապարակային։ Գիտեք, ես մի բան ուզում եմ հրապարակային ասեմ իմ փորձից։ Կյանքը ցույց է տվել, եւ ես դրա մեջով դա վստահաբար եմ ասում, որ երբ որ դու ցույց չես տալի, թե դու ինչ ես քեզանից ներկայացնում, որ քեզ պետք է հարգեն, ատամ ցույց չես տալի կոպիտ ասած, ամեն անգամ դա հաջորդ անգամ քո գլխին խփելու են շատ ավելի ուժեղ, որքան քո գլուխը դա պապենական խոսք է, չէ՞։ Ասում են գլխիդ խփում են, կախում ես, երկրորդ անգամ ավելի ուժեղ են խփելու գլխիդ։ Ես ես վստահեցնում եմ, եղել են դեպքեր, եղել է նաև միջազգային կառույցներն բան, որ Ադրբեջանի ներկայացուցիչը ընդ որում այնտեղ եղել է եւ Թուրքիան, եւ Թուրքիան բավականին լուրջ կշիռ ուներ, բայց երկուսն էլ ընդունել են այն խաղի կանոնը, որը Հայաստանը թելադրի։ Ես դա չեմ ուզում փակագծերը բացեմ, որովհետեւ դա ֆինանսական միջազգային կառույց է, ես անձամբ եմ այնտեղ եղել եւ նրանք խաղացել են այն կանոնով, որը Հայաստանն է թելադրել։ Թող մեծամտություն դա չհնչի, ես ինչի համար եմ դա ասում, որովհետեւ չեմ հավատում այն դոկտրինային, որ մենք թույլ ենք, մենք տկար ենք, մենք անկարող ենք եւ այլը։ Դա գիտեք նման է այդ դոկտրինան տարածողները ինձ շատ եմ հանդիպել նաեւ մեր հասարակական կյանքում մարդիկ ասում են դե գիտես Արամյան մենք միգուցե ինչպես կարող ենք Թուրքիայի հետ բան ես ասում գիտեք ես չեմ ասում դուք գնացեք այսօր պատերազմ հայտարարեք եւ գրավեք Թուրքիայից տարածքներ Ես ես ասում եմ դուք ստիպեք դիմացիներին, որ ձեզ հարգեն, իսկ դա հնարավոր է, ես վստահաբար ասում եմ։ Հիմա ինչը վերաբերվում է, գիտեք, այս նորից գանք տնտեսական մասին, ներդրումների ու տնտեսվարողների վարկագծի մասով, որովհետև ես ուզում եմ կարևոր բան հնչեցնեմ, բացի այդ վերևի մակարդակից, որը որ տրված է, եւ մենք ունեցանք այսօր 20 թվականից այս կողմ ես անդադ ասում եի, որ կտեսնեք, հնարավոր չի, որ մենք ունենանք այս 4 կայունության հենասյունից ամենակարևորի պաշտպանության հետ կապված բացակայությունը եւ քեզ մոտ հորդան, այսպես նախկին նախարարներ ասում, ներդրումները հորդալու են եւ այլը։ Դա ես չեմ հավատում։ Երկրորդը գալիս է միկրոմենեջմենթի մասը։ Միկրոմենեջմենտում մենք արդեն մեր քննարկման ժամանակ մենք անգամ ասացինք, որ քո ասպարեզ նետած խոսքերը եւ քո գործողությունները պետք է իր հետ համապատասխանեն։ Գոնե որոշակի ես ընդունում եմ, ինքս եղել եմ քաղաքականությունում, ձախողումներ անխուսափելի են, գիտեք, այնպես չի, ես շատ լավ հասկանում եմ, որ կան բավականին շատ սահմանափակումներ, որ ռեֆորմ անելու ժամանակ որոշակիորեն դու կարող ես ձախողվել կամ ասենք ուշացնես, բայց երբ որ քո ընդհանուր վարկագիծը նա է լինում, երբ որ դու մի բան հայտարարում ես, բայց լրիվ հակառակ բան ասում ես, օրինակ ձեզ բերեմ տնտեսական դաշտից, որպեսզի շատ չքաղաքականացեք։ Տեսեք, 2018 թվականից այս կողմ կառավարությունը անընդհատ չնայած նրան, որ կհիշեք եկամտային հարկի հետ վերադարձի այդ գործիքի մասով այն ժամանակ ես կառավարությունում եմ մենք հայտարարեցինք, որ դա ժամանակավոր է։ Սոցիալական բնույթ ուներ, այո։ Ինքը ուներ իրականում տնտեսական բնույթ, որովհետև եթե սոցիալական բնույթ է, պետք է ֆոկուս խումբը լիներ անպայման։ Բայց ձեր ասածը ճիշտ եք ասում, դա կառավարությունն է ասած, դա սոցիալական հոյակապ ծրագիր է 2018 թվականին։ Ինչ տեղի ունեցավ, բոլոր տնտեսվարողները վերցրեցին այս ազդակը, հավատացին եւ գնացին մտան վարկերի տակ։ Այսօր Երևանում մենք տեսնում ենք ինչ, բավականին լայնածավալ բնականիչներում սա խնդրեմ է, որովհետեւ նա ռեսուրս է խլում այլ ճյուղերից, օրինակի համար արդյունաբերությունից, օրինակի համար ասենք գյուղատնտեսությունից։ Թվերով խոսենք, այդ նոր այստեղ գալուց առաջ վարկերն է ես նայում 2018 թվականի մայիսի համեմատ այսօր Պաշարի հետ ենք հայմատում, ասենք 2025-ի հունվարին վարկային պորտֆելը որքան է աճել։ Շուրջ 3.4 տրիլիոն դրամով, 3.4 տրիլիոն դրամով աճել է վարկային պորտֆելը 2018 թվականի մայիսի նկատմամբ։
Ինչ եք կարծում, հիմնականում ուր են գնացել այդ վարկերը։ Սպառողական վարկեր, հիպոթեկային վարկեր։ Հիպոթեկային վարկեր առևտուր 2%, մեկը միանշանակ 3.4 տրիլիոնից շուրջ 2.6-2.7 տրիլիոնը գնացել է այդ ձեր ասած ուղղություններով։ Որքան է գնացել արդյունաբերության ոլորտը 60-ից 70 միլիարդ։ Պատկերացնում եք 3.4 տրիլիոնից, որքան է գնացել գյուղատնտեսությունը ընդամենը շուրջ 2 միլիարդ։ Համախառն ներքին արդյունքի կառուցվածքը վտանգավոր է։ Մենք ունենք արդյունաբերությունը միշտ եղել է մոտ 20%, այսօր երևի 11-12% գնալով ընկնում է։ Այո։ Հասկանում եք, սա արդեն ինչի մասին է խոսում։ Հետ գանք ազդակը տվեց կառավարությունը։ Հետո 2021 թվականին կատարեց շրջադարձ։ Ես ընդունում եմ, որ օրինակ այս շրջադարձը ճիշտ էր, բայց 2018-ին դու այլ ազդակ էիր տալի։ Ես նայեցի, դուք շատ ճիշտ եք ասում վարկային պորտֆելի մասով, ես նայեցի հետևյալը, իդեպ ես ասեմ, քանի որ վարկերի մասին հիշեցինք, շատ հետաքրքիր բան պետք է ասեմ, սա ուրեմն 21 թվականի ընտրությունների ժամանակ ազգային ժողովի Գագիկ Ծառուկյանը հետաքրքիր մի բան առաջարկեց, քանի որ ինքը լայն կապեր ունի արաբական աշխարհի հետ, այդ իր խնդիրն է անձնական, կարող է մի քիչ ինչ-որ բանկային համակարգի համար լավ ընկալելի չլներ, մարդը ասեց, ես բերում եմ 15-ից 20 միլիարդ դոլար, ցածր տոկոսադրույքով տալիս եմ կենտրոնական բանկին, ասենք թե չգիտեմ, կես տոկոսով, 1%-ով եւ 1.5-2%-ով այդ վարկերը թող բաժանել, հասկանալի է, որ ֆինանսական շուկայում կա փողի գին վարկեր տրամադրել, բայց դա կարելի է շատ գեղեցիկ կազմակերպել, այսպես փուլային անել եւ այդ էժան փողերը մտնեին Հայաստանի Հանրապետություն, դա 21 թվականի մասին եմ ասում, երբ որ արդեն պատերազմը վերջացած էր, կոവിഡ് դեռևս ընթացքի մեջ էր։ Ուղղակի ես հիշեցի, եւ այն ժամանակ մենք թվեր կազմեցինք ինքը միջև 2 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ ունեցող վարկառուների վարկերը, որտեղ տոտալ մարդիկ իրենց տները հիշում եք գյուղեր կային, բաներ կային, որ վարկերի տակ էին, այդ խնդիրը դրանով լուծվում էր։ Բայց ես հետ գալով, ուղղակի սա ուզում եմ արձանագրեմ, որ մեր ժողովուրդը նորից վերհիշի։ Հետ եմ գալիս եւ ուզում եմ մենք քննարկենք հարկեր համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը։ Մենք 24 թվականին ունեցանք թերակատարում 223 միլիարդ դրամ պետական բյուջեն եւ պլանավորված ցուցանիշը հարկեր հնայի մենք չպահպանեցինք, եթե չեմ սխալվում սկզբից 2 տրիլիոն 613 միլիարդ։ Այո, սկզբից ոնց որ թե 24.6%, հետո 24.1, արդյունքում մենք ունեցանք 23.6% եւ հիմա 25 թվի համար պլանավորված ցուցանիշը 25%-ն է, հարկեր հնա։ Այսինքն 1.4% աճ պետք է լինի։ Դուք դա իրատեսական եք համարում։ Չէ, ընդ որում գիտեք, դա բավականին բարձր բեռ է դրված պետեկամուտների կոմիտեի վրա։ Գիտեք, պետեկամուտների կոմիտեն տեսչական մարմին է եւ երբ որ դու անիրատեսական թիրախներ ես դնում իր արչեւ նրա վարկագիծը փոխվում է։ Մենք հիմա խոսում ենք, տեսեք, շատ տեղիներ դա։ Որովհետեւ գիտեք ինչն է խնդիրը, որովհետեւ մեկին ասենք ներողություն, ինքը սկսում է ինչ որ շարժումներ անել, ինքը սկսում է կոշտացնել իր մոտեցումները, ինքը սկսում է արդեն ոչ թե գնալ հարկային քաղաքականության հետևից, այլ գնում է արդեն փողի հետևից։ Սրանք տարբեր մոտեցումներ են, հասկանում եք։ Դա նույնն է, պրոյեկտենք մի բանի վրա, պատկերացրեք, ասենք պատերազմի մեջ դու փոքր դասակին կամ ջոկին դնում ես ճակատամարտ վարելու մեկ շատ վտանգավոր թիրախն է։ Բնականաբար նա ուղակի ճակատամարտ չի մայելու, ինքը արդեն պարտիզանական բաների է, ցանկացած գնով որպեսզի լուծի։ Հիմա այդ պարագայում 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներն է, երբ որ մենք քննարկում ենք 24 թվականի բյուջեն, մարդիկ կարող են նայել, ես այն ժամանակ ասել եմ, որ թերակատարվելու է։ Առնվազն երկու պայմանով պայմանավորված, որովհետև 2023 թվականին մենք ունեցանք 22 թվականի բարձր շահութաբերության վրա շահութահարկի մասով մեծ հավաքագրումներ, կառավարությունը դրանից ոգևորվեց առանց տնտեսական թիրախների միանգամից ֆիքսեց բարձրացում, բայց այդ շոկը պետք է ինքը հետ գար։ Հասկանում եք, եւ 24 թվականին մենք արդեն ավարտեցինք մեծ թերակատարումով, բայց նույնիսկ գիտեք ինքը գերի է ընկել իր սեփական այսպես այս ամբողջահաճո վարկագծի ձեռքը, որովհետև նույն կառավարության ծրագրում էլ թիրախներ են ֆիքսել 25%, նույն նաև օտարերկրյա զուտ ներդրումների մասով եւ այլն, արդյունաբերության մասով եւ այլն։ Ժամանակին, երբ որ կառավարության ծրագիրը 21-25 թվականների, 21-26 թվականների կառավարության ծրագիրը երբ որ կար, ես այն ժամանակ թիրախների մասին ասում էի, որ 7%, 9% դա իրատեսական չէ, եթե դու չես գնում կարգաբերում։ Այո, եւ պատահական չի, որ հիմա հունվարի տվյալները 25 թվականի կան,
տեսեք, -40% արտաքին առևտրաշրջանառություն, այսինքն կարծեմ ներկրումը 49%, արտահանումը 38-9%, միջինը 40-41%, ինչի համար, որովհետև 24 թվի հունվարը բարձր է եղել վերարտահանումից։ Հիմա սա որ իջել է, այն բազան բարձր է։ Ընդունենք կարող է ասենք թե 26 թվի հունվարը այդքան մինուս չլինի, որովհետև սրա բազան իջել է արդեն։ Այսինքն սա դե իհարկե տնտեսությունը ունի իներցիոն բնույթ ինքը, բայց սա նշանակում է, որ կամաց մեր տնտեսական աճ գեներացնելու հնարավորությունները փոքրանալու են։ Շատ բան, հիմա քանի որ մեր հաղորդումը բավականին հետաքրքիր է անցնում եւ մոտենում է իր ավարտին, պարոն Արամյան, պատկերացնենք, տեսեք, փոքր միջին բիզնեսը նախ այսօր ոչ մեկ չի կարողանում ասի թե հնայի որ տոկոսն է։ Ընդունենք մինչև 2009 թիվը 2008-9-ին 41.5% էր հնայի մեջ, հետո մենք լսեցինք 18%, հետո 24%, այսօր ես չգիտեմ, այսինքն համենայն դեպս մեծ սավալ չի կազմում, սա մեկ։ Երկրորդը, այնուամենայնիվ դուք որպես փորձառու մասնագետ եւ կոմպետենտ, այսպես իրազեկ, տենց ասեմ, Հայաստանում ներդրում անելու համար ո՞ր ոլորտները խորհուրդ կտայիք, որտեղ գումարներ ներդնեն, հաշվի առնելով իրենց նաև սպეციფიկ ունակությունները։ Գիտեք, նախ ոլորտը դներնելու համար, որպես ես խորհուրդ տամ, ամենակարևորը ես կվախենամ, ասեմ օրինակ այս կամ այն, օրինակ IT ոլորտում ակնհայտ կառավարությունը լավ է թե վատ է, ունի հակվածություն դեպի IT ոլորտում միգուցե այդտեղ խորհուրդ տայի, որպեսզի ներդրումներ գնալ, որովհետև եւ հարկային քաղաքականության առումով եւ ասենք ընդհանուր միտումների առումով կարծես թե կառավարությունը այդտեղ ավելի լոյալ մոտեցում է, ես նկատի ունեմ IT ոլորտում, բայց երբ որ ասում ենք IT ոլորտ, այստեղ է պետք է զգուշավորություն ցուցաբերենք, որովհետև սովորաբար մենք ուզում ենք R&D, այսինքն նոր տեխնոլոգիաների մեջ, թե ուղղակի սպասարկման ոլորտում IT, որովհետև մեր IT ընկերությունների գերակշռ մասը նաև կապված են հեռահաղորդակցությանը, ոչ միայն հեռահաղորդակցությանը, այլ նաև ասենք Սիլիկոնյան կամ ասենք Միացյալ Նահանգների այլ խոշոր ընկերություններ, այստեղից ծառայություններ են մատուցում եւ ոչ թե ստեղծում են նոր տեխնոլոգիաներ կամ նորույթներ։ Իհարկե կան որոշակի բաներ, բայց ես հիշեցի, ներողություն, դուք խոսեցիք 21-26 թվականի կառավարության ծրագրի մասին, ես հիշեցի, այն ժամանակ տնտեսության ճյուղային կառուցվածքի մասին խոսելիս մեծ հարցադրումներ են արել, այ մենք պետք է հանքագործությունը իջացնենք կժիռը, անցնենք այդ ինֆորմացիոն կամ բարձր տեխնոլոգիաներին, ինչ եղավ արդյունքը։ Գիտեք, դա է լավն է, խնդիր, որ արհեստական դու ուզում ես հանքագործությունը իջեցնես, որովհետև նույն ձևով եթե նայում ենք, մենք այսօր բոլորը խոսում են Դուբայի մասին։ Դուբայը ինչպես է դառել Դուբայ, հանքագործության հիման վրա, որովհետև հենց նույն նավթի արդյունահանումը դա հանքագործություն է, դա արդյունահանում է, հասկանում եք, եւ ինչ է արել։ Ասենք այդ մոդելի այդ գումարները վերաուղղել են ուղղակի դարձրել են, այսպես ասած, նոր կապիտալ, նոր հնարավորություններ իդեմս ասենք ֆինանսական կերպով։ Հիմա եթե մենք միանգամից ասում ենք, գիտեք, հանքագործությունը ամբողջությամբ մեզ անհրաժեշտ է, դա կարող է սպանարար կամ ասենք ճակատագրական դեր խաղալ մեր տնտեսության, որովհետև մեր տնտեսության համար պետք է արտաքին ներհոսք։ Պատկերացեք օրինակ Քաջարանը, եւ որը այսօրվա դրությամբ համար առաջի հարկատուն է, ինքը ունենա խնդիրներ։ Քանի IT ընկերությունների տված հարկերն է ինքը ապահովում։ Դրա համար ես հեռու եմ այն մտքից, որ միանգամից այդպիսի կտրուկ ասում եմ մենք սա պետք է, այլ բան է, որ դա պետք է խելամիտ կամ խելացիկ կառավարել, բայց IT ոլորտով ես մեկ միտք եւս կցանկամ հնչեցնեմ, որը որ առնչվում է նաև պրոֆեսոր Ժակի Հարվարդի համալսարանի տնտեսության հետ շատ հին աշխատություն է, բայց մինչ առ այսօր կիրառելի է եւ կոչվում է the life cycle of the technologies, տեխնոլոգիաների կյանքի ցիկլը, ինչպես են ստեղծում եւ մինչև այսօր դա կիրառելի է, որ հիմնականում տեխնոլոգիաները ծնվում են եւ առաջի շրջափուլը անցնում են միջև մոնետիզացիայի այն երկրներում, որտեղ որ համալսարանական կրթությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Դրա համար ես փոքր օրինակ մարդիկ մասնագետները, որոնք որ ծանոթ են նոր համալսարանական քաղաք կամ կրթական այդ քաղաք նոր կոնցեպտի հետ կառավարություն, ես ինքս նայել եմ անկեղծ ասած այնտեղ բովանդակային մասը, որքան իմ խելքը հասել է կրթական բանից, քիչ թե շատ հասկանում եմ, բայց չեմ կարողացել գտնեմ բացի նրանից, որ այդտեղ ենթակառուցվածքներ են լինելու, հասկանում եք։ Ասենք ինչպես են ենթակառուցվածքները կրթական ցենզը կամ որակը փոխելու։ Դրա համար այդ տեսանկյունից, քանի դեռ մենք մեր կրթական ոլորտում առավել եւս այդպիսի, ասենք կիրառական մաթեմատիկա եւ այլ այդտեղ մեծ ներդրումներ չեն կատարում կամ վերափոխումներ չեն կատարում, խոսել որ տեխնոլոգիական մենք երկիր ենք, հասկանալի է։
Դե ինչ, պարոն Արամյան, շնորհակալություն մեր քննարկման համար։ Իհարկե մենք ամեն ինչ չհասցրեցինք քննարկենք, շատ հարցադրումներ կար։ Ի վերջո ես հասկացա, որ դուք պետական ապարատը երկու անգամ կրճատելուն այնքան էլ կողմ չեք։ Չէ, ես ուղղակի ոչ թե այսպես բացարձակ եմ ասում, եթե կարելի է հետո puzzle-ը հետ հավաքել, բայց եթե այս նույն ծառայությունը չի բավարարում, որակը տեղը չի, ինչ ենք այդքան մարդ տան։ Միանշանակ ճիշտ եք։ Հետո եթե որակյալ կմատուցեն, հետ կբերեն։ Ամբողջ աշխարհում պետական ապարատները հակում ունեն ուռճանալու եւ մեծանալու։ Նույնը նաեւ Միացյալ Նահանգներում։ Հատկապես ընտրություններից հետո։ Միշտ այդպեսի ժամանակ առ ժամանակ այո դու այդ վարժությունը պետք է կատարես, այո։ Շատ բարի, պարոն Արամյան, սիրելի հայրենակիցներ, մենք այսօր պարոն Արամյանի հետ ունեցանք շատ բավականին այսպես մասնագիտական, բայց այսպես շատ մակարդակով քննարկում։ Միգուցե որոշ մարդիկ մեր ունկնդիրներ, հեռուստադիտողներ ասեն, երկիրը այս ինչ վիճակում է, մենք որևէ այլ հարց չենք անտեսում, բայց պարոն Արամյան, մենք գիտենք, ես պատահական չասեցի հաղորդման սկզբում, ընդունենք մեր համախառներքին արդյունքը $30,000, 8,000-ի։ Կարող է մենք ուժեղ պետություն շատ այսպես անվտանգային առումով դիմադրողականություն ունեցող, իհարկե կարող է, բայց այդ խնդիրը չի դրվել երբևիցե, կամ էլ այնքան սահմանափակումներ ա եղել, որ մենք տեղ ասել ենք չենք հավակնելու դրան։ Սիրելի հայրենակիցներ, նորից վերհիշենք հաղորդման ինչպես սկզբում, այնպես էլ վերջում պարոն Արամյանի հետ մտածեցինք, շատ ճիշտ ասեց, այսօր ամեն ժամ, ամեն վայրկյան աշխարհի որ ծայրում էլ գտնվի յուրաքանչյուր հայ պետքա քարոզչության եւ ոչ միայն քարոզչության գլուխը կախ ինքը մտածի թե ինչ անում, որպեսզի այս Բաքվի խայտարակ դատավարությունը հաղթահարենք, պատվով դուրս գանք։ Իհարկե, լավագույն տարբերակը այն կլներ, որ ամբողջ մեխանիզմ գտնենք, տեսեք, այդքան ծելետոններ, չգիտեմ ինչ է, ասինքն մենք պետք է մեխանիզմ գտնենք, արագ մոբիլիզացվենք, կոնկրետ խնդիր դնենք, որտեղ այդ խնդրի լուծումը միգուցե հենց կարող է ազդակ դառնա, որ երկիրը նաև հետո ճիշտ ուղղությամբ գնա հետագայում։ Ես չգիտեմ, կարող է անհավանական թվացող մի բանից երկիրը սկսում է, ասենք, ճիշտ զարգանալ, բայց սա օրհասական խնդիրներից մեկն է։ Մենք իրավունք չունենք մենակ թողնենք մեր հայրենակիցներին Բաքվի այդ խայտառակ իրավիճակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։